Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Աննան կանգնած էր լվացարանի մոտ ու նայում էր կեղտոտ սպասքի կույտին։ Ափսեները, բաժակներն ու թավաները շարված էին իրար վրա, առաջացնելով անկայուն մի աշտարակ։ Նա ձեռքը տարավ ճակատին, հետ քաշեց ճերմակած մազափունչն ու հոգոց հանեց։ Պատուհանից այն կողմ արդեն մթնում էր, թեև ընդամենը երեկոյան ժամը 6-ն էր։ Նոյեմբերն արդեն թելադրում էր իր կանոնները, բերելով կարճ օրեր ու երկար գիշերներ։ Հյուրասենյակից լսվում էր հեռուստացույցի ձայնն ու ինչ-որ մեկի ծիծաղը։ Աննան ճանաչեց ավագ որդու Արմենի ձայնը։ Նա 32 տարեկան էր եւ աշխատում էր որպես մենեջեր մի փոքրիկ ֆիրմայում։ Ավելի ճիշտ աշխատում էր մինչև վերջերս։ 2 շաբաթ առաջ նրան ազատեցին աշխատանքից, եւ այդ օրվանից նա օրերն անցկացնում էր բազմոցին, հեռախոսը ձեռքին կամ ալիքները փոխելով։ Կրտսեր որդին Կարենը իր սենյակում նստած էր համակարգչի առաջ։ Իր 30 տարեկանում նա այդպես էլ մշտական աշխատանք չգտավ, բավարարվելով ֆրիլանսի պատահական պատվերներով։ Երբեմն լավ էր վաստակում, երբեմն էլ ընդհանրապես ոչինչ։ Աննան վաղուց դադարել էր հարցնել նրա գործերից, որովհետև ամեն անգամ նույն պատասխանն էր ստանում։ Ամեն ինչ նորմալ է, մամ, մի անհանգստացիր։ Նա բացեց տաք ջուրն ու սկսեց լվանալ սպասքը։ Ձեռքերը կարմրել էին ջերմաստիճանից, բայց նա ուշադրություն չէր դարձնում դրան։ Իր 55 տարվա կյանքում նրա ձեռքերը տեսել էին եւ ոչ այսպիսի բաներ։ Դրանք հիշում էին լվացքը սառը ջրով, երբ տղաները փոքր էին ու փողը հազիվ էր հերիքում ուտելիքին։ Հիշում էին գործարանի անվերջանալի գիշերային հերթափոխերը, երբ ստիպված էր երկուսի փոխարեն աշխատել, որպեսզի կերակրեր ընտանիքին ամուսնու հեռանալուց հետո։ Ամուսինը հեռացել էր, երբ Արմենը 5 տարեկան էր, իսկ Կարենը 3։ Հեռացել էր հասարակ ու առանց բացատրությունների։ Խոհանոցի սեղանին մի երկտող էր թողել, այլևս չեմ կարող։ Աննան այն ժամանակ մի ամբողջ շաբաթ լաց եղավ, իսկ հետո սրբեց արցունքներն ու գնաց երկրորդ աշխատանք փնտրելու։ Այդ օրվանից անցել էր 27 տարի, եւ նա այդպես էլ ուրիշ ոչ մեկի չհանդիպեց։ Ոչ ժամանակ կար, ոչ ուժ, ոչ էլ առանձնակի ցանկություն։ Աննան վերջացրեց սպասքը լվանալն ու ձեռքերը սրբեց սրբիչով։ Խոհանոցի սեղանին լվացքի մի կույտ կար, որը պետք էր արդուկեր։ Նա նայեց ժամացույցին, 7:20 էր պակաս։ Եթե հիմա սկսեր, տղաների ավարտելուն պես կվերջացներ, հետո պետք էր ընթրիք պատրաստել։ Արմենը սիրում էր տապակած կարտոֆիլ մսով, իսկ Կարենը նախընտրում էր մակարոն պանրով, ստիպված էր 2 տարբեր ճաշ պատրաստել։ Նա հանեց արդուկը պահարանից ու բացեց արդուկի սեղանը։ Առաջինը վերցրեց Արմենի վերնաշապիկը, սպիտակ կապույտ բարակ գծերով։ Նա սահակնում էր աշխատանքի գնալիս, երբ դեռ աշխատում էր։ Հիմա այն պարզապես կախված էր պահարանում, բայց Աննան միևնույն է լվացելու արդուկում էր այն։ Մեկ էլ տեսեր հարցազրույցի համար պետք եկավ։ Հյուրասենյակի դուռը բացվեց եւ հայտնվեց Արմենը, բարձրահասակ, լայնաթիկունք, փոքիկ փորիկով։ Նա նման էր հորը։ Երբեմն Աննան ինքն իրեն բռնացնում էր այն մտքի վրա, որ այդ նմանությունն իրեն տհաճ է, բայց իսկույն վանում էր այդ մտքերը։ Արմենն իր որդին էր, իր արյունը, եւ նա սիրում էր նրան, չնայած ամեն ինչին։ Մամ, բա ընթրիքը երբ է լինելու, հարցրեց նա հորանջելով ու ձգվելով։ 1 ժամից, պատասխանեց Աննան հայացքը չկտրելով արդուկից։ Իսկ հնարավոր է ավելի շուտ, սոված եմ։ Դեռ չեմ սկսել պատրաստել, այս լվացքը վերջացնեմ ու կսկսեմ։ Արմենը դժգոհ դեմք ընդունեց։ Այդքան երկար, կարելի էր սկզբում ընթրիքը սարքել, հետո արդուկել։ Աննան բարձրացրեց գլուխն ու նայեց որդուն։ Ուզում էր ասել, որ նա ինքը կարող էր ընթրիք պատրաստել կամ գոնե օգնել իրեն, բայց լռեց, իմաստ չկար վեճ սկսելու։ Նա գիտեր ինչով դա կավարտվի։ Արմենը կնեղանա, կգնա իր սենյակ ու մի քանի օր նրա հետ չի խոսի, իսկ ինքը նման կոնֆլիկտների համար ուժ չուներ։ Լավ, ես կշտապեմ, ասաց նա ցածրաձայն։ Արմենը գլխով արեց ու վերադարձավ հյուրասենյակ։ Աննան մի կողմ դրեց արդուկն ու գնաց դեպի սառնարանը։ Հանեց միսը, կարտոֆիլը, սոխը։ Սկսեց մաքրել բանջարեղենը, միաժամանակ մտածելով, թե ինչպես հասցնի եւ սա, եւ Կարենի մակարոնը։ Ձեռքերը շարժվում էին ինքնաբերաբար։ Քանի անգամ էր նա կատարել այս նույն շարժումները։ Հազարավոր, տասնյակ հազարավոր անգամներ իր կյանքի ընթացքում։ Կարենը սենյակից դուրս եկավ, երբ Աննան արդեն տապակում էր կարտոֆիլը։ Նա եղբոր լրիվ հակապատկերն էր, նիհար կարճահասակ ակնոցով, հագին ջինսեր ու ճմրթված շապիկ։ Մազերը խառնված էին։ «Բարև, մամ», ասաց նա, խոհանոց մտնելով։ «Բարև», պատասխանեց Աննան։ «Ընթրիքը համարյա պատրաստ է»։ «Շատ լավ։ Լսիր, չէիր կարող իմ շորերը լվանալ։ Էլ հագնելու մաքուր բան չունեմ»։
Աննան նայեց լոգարանի անկյունում դրված լվացքի հսկայական զամբյուղին, որը տեսել էր աչքի պոչով։ Կարեն, ես արդեն լվացել եմ 3 ու նախորդ օրն էլ։ Դե մամ, մեկ է լվացք ես անում։ Ինչ տարբերություն, մի քիչ ավել թե պակաս։ Նա ուզում էր արարկել, բայց Կարենն արդեն հետ էր գնացել սենյակ։ Աննան շրջեց կարտոֆիլը թավայի մեջ ու զգաց, թե ինչպես ներսում ինչ-որ բան սեղմվեց։ Ոչ ցավ էր, ոչ նեղացվածություն, այլ մի ուրիշ բան։ Հոգնածություն երևի, կամ դատարկություն։ Ընթրիքն անցավ լռության մեջ։ Արմենը հեռախոսի մեջ էր։ Կարենն արագ կերավ իր բաժինն ու հետ վազեց համակարգչի մոտ։ Աննան միայնակ նստած էր խոհանոցում, դանդաղ ծամելով սառած կարտոֆիլը։ Նա սոված չէր, բայց ստիպում էր իրեն ուտել։ Պետք էր ուժերը պահպանել։ Ընթրիքից հետո նա հավաքեց սեղանը, լվաց սպասքը, թափեց աղբը, հետո վերջացրեց արթուկր և շորերը դասավորեց պահարաններում։ Արդեն գրեթե երեկոյան ժամը 11 էր։ Աննան գնաց իր փոքրիկ սենյակն ու պառկեց մահճակալին առանց հագուստը փոխելու։ Պառկած նայում էր առաստաղին։ Ժամանակին, շատ տարիներ առաջ, նա երազում էր ուրիշ կյանքի մասին, ճամփորդությունների, հետաքրքիր աշխատանքի, ծիծաղով ու ջերմությամբ լի տան մասին։ Բայց կյանքն այլ կերպ դասավորվեց։ Ամուսինը հեռացավ, փողը միշտ քիչ էր, ստիպված էր գոյատևել։ Եվ այս բոլոր տարիներին նա ապրել է որդիների համար։ Մեծացրել է նրանց, կերակրել, հագցրել, կրթել։ Մտածում էր, որ երբ նրանք մեծանան, ամեն ինչ կփոխվի։ Նրանք աշխատանք կգտնեն, ընտանիք կկազմեն, կդառնան ինքնուրույն։ Բայց դա տեղի չունեցավ։ Նրանք մնացին ապրելու նրա հետ, շարունակում էին օգտվել նրա խնամքից, որպես մի սովորական, բնական բան։ Եվ նա չգիտեր ինչպես դա փոխել։ Չգիտեր, իրավունք ունի ինչ-որ բան պահանջել նրանցից։ Ի վերջո նա մայր է։ Մայրը պետք է հոգ տանի իր զավակների մասին։ Աննան փակեց աչքերն ու փորձեց քնել, բայց քունը չէր տանում։ Մտքերը պտտվում էին գլխում, հանգիստ չտալով։ Եվ հանկարծ նա հիշեց այն նամակի մասին, որ նստացել էր անցյալ շաբաթ։ Այն սեղանի դարակում էր, եւ Աննան դեռ չէր որոշել ինչ անել դրա հետ։ Նամակը դպրոցական ընկերուհուց էր, Սվետլանայից։ Նրանք երկար տարիներ կապ չունեին, բայց վերջերս գտել էին իրար համացանցով։ Սվետլանան մեկնել էր արտերկիր, աշխատելու որպես տնային տնտեսուհի մի հարուստ ընտանիքում։ Նա գրում էր, որ այնտեղ լավ են վճարում, իրեն հարգանքով են վերաբերվում, որ ունի իր սեփական սենյակն ու հանգստյան օրեր, եւ որ այն ընտանիքը, որտեղ ինքն աշխատում է, եւս մեկ օգնական է փնտրում։ Սվետլանան առաջարկել էր Աննային փորձել։ Աննան այն ժամանակ մտածեց, որ դա հիմարություն է։ Ինչպես կարող է ինքը գնալ։ Ով է հոգ տանելու որդիների մասին։ Նրանք կկորչեն առանց իրեն։ Բայց հիմա, պառկած մթության մեջ ու լսելով դատարկ բնակարանի լռությունը, նա հանկարծ մտածեց. իսկ արդյոք նրանք կկորչեն, թե պարզապես կսովորեն իրենք իրենց մասին հոգ տանել։ Նա վեր կացավ մահճակալից, մոտեցավ սեղանին ու հանեց նամակը։ Նորից կարդաց այն։ Սվետլանան գրում էր, որ պետք է գալ 3 ամսով, իսկ հետո կարելի է երկարաձգել պայմանագիրը, եթե ամեն ինչ հարմար լինի։ 3 ամիս։ Դա այնքան էլ շատ չէ։ 3 ամսում ոչ մի սարսափելի բան չի պատահի։ Աննան ծալեց նամակն ու հետ դրեց դարակը։ Ոչ, սա խենթություն է, նա չի կարող այդպես վարվել։ Չի կարող թողնել որդիներին ու գնալ։ Ինչ կմտածեն նրանք, ինչ կասեն։ Բայց միտքը բաց չէր թողնում, այն հետապնդեց Աննային ողջ հաջորդ օրը, երբ նա նախաճաշ էր պատրաստում, տունն էր հավաքում, խանութ էր գնում։ Եվ ամեն ժամի հետ այդ միտքն ավելի հաստատակամ էր դառնում։ Առավոտը սկսվեց սովորականի պես։ Աննան արթնացավ ժամը 6-ին, թեև զարթուցիչը դրված էր 7-ին։ Օրգանիզմն արդեն սովոր էր շուտ արթնանալ, նույնիսկ երբ դրա կարիքը չկար։ Նա մի քանի րոպե պառկեց, լսելով տան ձայները։ Լռություն էր։ Տղաները դեռ քնած էին։ Նա վեր կացավ, հագավ խալաթն ու գնաց խոհանոց։ Դրեց քեյնիկը, հանեց հացը, կարագը, պանիրը։ Արմինը նախաճաշին բուտերբրոդ էր սիրում, իսկ Կարենը շիլա։ Աննան սկսեց պատրաստել, բայց մտքերը հեռու էին։ Նա դեռ մտածում էր Սվետլանայի նամակի մասին։ 3 ամիս արտերկրում։ 3 ամիս երկնա կկարողանա ապրել իր համար, նորմալ գումար վաստակել, տեսնել ուրիշ երկիր, լինել ուրիշ միջավայրում։ Բայց ինչպես ասել այդ մասին որդիներին, իսկ եթե նրանք չկարողանան գլուխ հանել առանց իրեն։ Արմենը խոհանոց դուրս եկավ մոտ ժամը 9-ին, քնած, չսափրված, ճմրթված պիժամայով։ Բարի լույս, ասաց Աննան նրա առաջ դնելով բուտերբրոդներով ափսեն։ Մրթմրթաց Արմենը նստելով սեղանի շուրջ։ Աննան նստեց դիմացը թեյի բաժակով։
Նայում էր, թե ինչպես է որդին ուտում ու փորձում էր գտնել կիշտ բարերը։ Բայց ամեն անգամ, երբ պատրաստվում էր խոսել, ինչ-որ բան կանգնեցնում էր նրան։ «Մամ, բա իմ կապույտ վռնաշապիկը չես տեսել?» հարցրեց Արմենը, ուտելով վերջին պատառը։ «Լվացել ու կախել եմ պահարանում»։ «Հա, լավ, կարող ես մի հատ էլ արդուկել»։ Ճմրթվել է։ Աննան գլխով արեց։ Արմենը վեր կացավ ու գնաց հետ իր սենյակ։ Նա մնաց նստած սեղանի մոտ, նայելով դատարկ ափսեին։ Ներսում մի նոր ալիք էր բարձրանում, ոչ բարկություն էր, ոչ նեղացվածություն, այլ վճռականություն։ Նա հանեց հեռախոսն ու հավաքեց Սվետլանայի համարը։ Նա պատասխանեց երրորդ զանգից հետո։ «Աննա, բարև, ինչպե՞ս ես»։ «Բարև, Սվետ, լսիր, այն աշխատանքի մասին, որ գրել էիր, դեռ ուժի մեջ է»։ Դադար լսվեց լսափողի մյուս կողմում։ «Դու լուրջ ես ասում, իսկապես ուզում ես փորձել»։ «Չգիտեմ, երևի, ավելի մանրամասնը պատմիր»։ Սվետլանան սկսեց պատմել։ Ընտանիքն ապրում էր մի մեծ տանը քաղաքի ծայրամասում։ Ամուսինը մի քանի ընկերությունների սեփականատեր էր, կինը բարեգործությամբ էր զբաղվում։ Երկու երեխաները սովորում էին մասնավոր դպրոցում։ Նրանց օգնական էր պետք, ով կպատրաստի, կհավաքի տունը, երբեմն կհետևի երեխաներին։ Լավ էին վճարում, պայմաններն էլ էին լավը, առանձին սենյակ, նորմալ գրաֆիկ, անգստյան օրեր։ «Սա այդտեղի պես չէ, Աննա», ասում էր Սվետլանան։ «Այստեղ քեզ հետ վարվում են ինչպես մարդու։ Հարցնում են ինչպես ես, շնորհակալություն են հայտնում աշխատանքիդ համար։ Ես առաջին ամիսը ընդհանրապես չէի հավատում, որ այդպիսի բան է լինում»։ Աննան լսում էր ու զգում, թե ինչպես է ներսում ինչ-որ բան փոխվում։ Նա պատկերացրեց մեկ ուրիշ տուն, ուրիշ մարդկանց, ուրիշ կյանք, եւ առաջին անգամ երկար տարիների ընթացքում զգաց հույսի նման մի բան։ «Իսկ ինչ պետք է անեմ»։ հարցրեց նա։ «Փաստաթղթերը պետք է ձևակերպել։ Ես կօգնեմ»։ Տոմսի փողը նրանք են տալիս։ Կարող ես գալ 2 շաբաթից, եթե հասցնես ամեն ինչ պատրաստել։ 2 շաբաթ։ Դա շատ շուտ է։ Աննան զգաց, թե ինչպես սիստն ավելի արագ սկսեց բաբախել։ Լավ, ես կմտածեմ ու կզանգեմ։ Միայն թե շատ երկար չմտածես։ Մարդ են փնտրում, եթե հրաժարվես, ուրիշին կվերցնեն։ Խոսակցությունից հետո Աննան դեռ երկար նստած էր խոհանոցում։ 2 շաբաթ, 14 օր, որպեսզի վճռի այն, ինչին չէր համարձակվել ողջ կյանքում, որպեսզի ինչ-որ բան անի իր համար, այլ ոչ թե ուրիշների։ Երեկոյան ընթրիքի ժամանակ նա փորձեց խոսել որդիների հետ։ «Ինձ աշխատանք են առաջարկել», ասաց նա, երբ բոլորը նստած էին սեղանի շուրջ։ Արմենը բարձրացրեց աչքերը ափսեից։ «Ինչ աշխատանք»։ «Արտերկրում, որպես տնային տնտեսուհի, 3 ամսով»։ Կարենը մի կողմ դրեց պատարագաղն ու նայեց մորը։ «Կատակ ես անում»։ «Ոչ, դա իրական առաջարկ է, լավ գումար, լավ պայմաններ»։ Արմենը հոնքերը գիտեց։ «Ու դու ուզում ես գնալ, բա մենք ինչպես»։ Աննան նայեց նրան, նրա դժգոհ դեմքին, կիտված հոնքերին։ «Դուք արդեն 30-ն անցեք, չափահաս մարդիկ եք, գլուխ կհանեք»։ «Դա լուրջ չէ, մամ», միջամտեց Կարենը։ «Դու չես կարող հենց այնպես վեր կենալ ու գնալ։ Մենք էստեղ լիքը գործեր ունենք, մենք սովորենք, որ դու կողքներս ես»։ «Հենց դրա համար էլ ես պետք է գնամ», հանգիստ ասաց Աննան։ «Դա ինչ է նշանակում»։ Արմենը բարձրացրեց ձայնը։ «Մենք քեզ խանգարում ենք, հոգնել ես մեզանից»։ «Ես հոգնել եմ անտեսանելի լինելուց»։ Բառերն ինքնաբերաբար դուրս թռան։ Աննան չէր պլանավորել դրանք ասել, բայց դրանք դուրս բրծան, ինչպես ջուրը ճեղքված ամբարտակից։ «Ես հոգնել եմ պատրաստելուց, լվանալուց, տուն հավաքելուց, ու նույնիսկ մի շնորհակալություն չլսելուց։ Հոգնել եմ ապրել այնպես, կարծես ես չկամ։ Ես ուզում եմ մի ուրիշ բան փորձել»։ Ծանր լռություն տիրեց։ Արմենն ու Կարենը նայում էին մորն այնպես, ասես նա մի անհավանական բան էր ասել։ «Մենք ասում ենք շնորհակալություն», վերջապես արտաբերեց Արմենը։ Նա բացեց բերանը, հետո փակեց, չգտնելով պատասխանը, թե երբ է վերջին անգամ դա ասել։ «Սա ինչ-որ հիմարություն է», ասաց Կարենը։ «Դու երբեք արտերկրում չես աշխատել, նույնիսկ լեզուն լավ չգիտես»։ Սվետլանան ասաց, որ այնտեղ հայախոս ընտանիք է։ «Եվ ես կարող եմ փորձել։ Ես իրավունք ունեմ փորձելու»։ Արմենը վեր կացավ սեղանի մոտից։ «Ինչ ուզում ես արա, բայց մի սպասի, որ մենք քեզ կսատարենք»։ Նա գնաց իր սենյակ, ուժեղ շրխացնելով դուռը։ Կարենը նայեց մորը, տարուբերեց գլուխն ու նույնպես գնաց։ Աննան մնաց մենակ նստած սեղանի մոտ, հայացքը հառած կիսատ թողած ուտելիքին։ Ներսում ամեն ինչ դողում էր։ Վախենալու էր։ Վախենալու էր այդպես խոսել որդիների հետ։ Վախենալու էր մտածել մեկնելու մասին։ Վախենալու էր փոխել սովորական կյանքի ինչ-որ բան։ Բայց ավելի սարսափելի էր պատկերացնել, որ կմնա այստեղ։
ու ամեն ինչ կշարունակվի առաջվա պես։ Կանցնի եւս 1 տարի, 2, 5, 10, ու ոչինչ չի փոխվի։ Նա հանեց հեռախոսն ու գրեց Սվետլանային. Ես համաձայն եմ։ Օգնիր փաստաթղթերի հարցում։ Պատասխանը եկավ գրեթե անմիջապես։ Շատ լավ։ Չես փոշմանի։ Աննան հուսով էր, որ դա ճիշտ է։ Հաջորդ 2 շաբաթն անցան 1 օրվա պես։ Աննան ձևակերպում էր փաստաթղթերը, տոմսեր գնում, հավաքում իրերը։ Սվետլանան օգնում էր ամեն ինչում։ Բացատրում էր ինչ վերցնել, ինչպես պահել իրեն, ինչի սպասել։ Աննան լսում էր ու փորձում հիշել բոլոր մանրամասները, բայց գլխում մառախուղ էր։ Նա կարծես գործում էր ավտոմատ, վախենալով կանգ առնել ու փոշմանել։ Որդիները համարյա չէին խոսում նրա հետ։ Արմենը ձևացնում էր, թե նա գոյություն չունի։ Խոհանոցում կողքով անցնում էր, չէր բարևում, չէր պատասխանում հարցերին։ Կարենը մի քիչ ավելի մեղմ էր, բայց նա էլ էր հեռավորություն պահում։ Մի քանի անգամ Աննան փորձեց խոսել նրանց հետ, բացատրել իր որոշումը, բայց ամեն անգամ բախվում էր լռության պատին կամ միավանք պատասխանների։ Նրան ցավոտ էր։ Ցավոտ էր տեսնել, թե ինչպես են որդիները երես թեքում իրենից։ Ցավոտ էր զգալ նրանց նեղացվածությունն ու դժգոհությունը։ Բայց միաժամանակ ինչ որտեղ խորքում ապրում էր նաև մեկ այլ զգացում՝ թեթևություն։ Առաջին անգամ երկար տարիների ընթացքում նա ընտրություն էր կատարում իր համար։ Եվ այդ զգացողությունը թե վախեցնող էր, թե ազատագրող։ Մեկնելու նախորդ օրը Աննան պատրաստեց մի մեծ կաթսաբորշչ և կուտլետներ տապակեց։ Սառեցրեց ամեն ինչ չափաբաժիններով, ստորագրեց ամանները, դասավորեց սառցարանում, թղթի վրա գրեց հրահանգները։ Ինչպես տաքացնել ուտելիքը, ինչպես լվացք անել, ինչպես վճարել հաշիվները, թուղթը փակցրեց սառնարանին։ Երեկոյան նա հավաքեց վերջին իրերը ճեմպրուկի մեջ, հագուստ, կոշիկ, որդիների լուսանկարները շրջանակների մեջ։ Սվետլանան ասել էր, որ շատ բան պետք չէ վերցնել, բայց Աննան չէր կարող գնալ առանց այդ լուսանկարների։ Մեկում Արմենն ու Կարենը դեռ փոքրիկ էին, կանգնած էին գրկախառնված ու ժպտում էին տեսախցիկին։ Աննան հիշում էր այդ օրը։ Նրանք այգում էին, պաղպաղակ էին ուտում, ճոճանակ էին նստում։ Այն ժամանակ նրան թվում էր, թե երեխաները միշտ այդպիսի փոքրիկ կմնան, սիրուն ու իր պաշտպանության կարիքն ունեցող։ Նա դրեց լուսանկարը ճամպրուկի մեջ ու փակեց այն։ Նայեց ժամացույցին։ Համարյա կեսգիշեր էր։ Վաղը առավոտյան ժամը 8-ին պետք էր գնալ օդանավակայան։ Աննան պառկեց քնելու, բայց երկար ժամանակ քունը չէր տանում։ Պառկած լսում էր գիշերային ձայները։ Ինչ որտեղ ծորակներ կաթում, հատակներ ճռռում։ Պատուհանից այն կողմ մեքենաներն էին աղմկում։ Տան հարազատ ձայները, որոնք նա լքում էր 3 ամսով, իսկ գուցե եւ ավելի երկար։ Ով գիտի, թե ինչ կլինի 3 ամիս հետո։ Առավոտյան նա շուտ արթնացավ, հագնվեց, սուրճ խմեց, տաքսի կանչեց։ Երբ մեքենան մոտեցավ, նա վերցրեց ճամպրուկն ու դուրս եկավ միջանցք։ Ուզում էր թակել որդիների սենյակները, հրաժեշտ տալ, բայց մտափոխվեց։ Նրանք միևնույն է քնած էին, եւ նա չէր ուզում տան վերջին րոպեները փչացնել կոնֆլիկտով։ Նա մի կարճ երկթող գրեց. «Գնացի, կզանգեմ, երբ տեղ հասնեմ, սիրում եմ ձեզ, մայրիկ»։ Դրեց երկթողը խոհանոցի սեղանին ու դուրս եկավ բնակարանից։ Ինքնաթիռում Աննան նստած էր պատուհանի մոտ ու նայում էր ամպերին։ Նրան տարօրինակ էր գիտակցել, որ դրանց տակ մնում է իր նախկին կյանքը, տունը, որդիները, քաղաքը, որտեղ նա ապրել էր իր ողջ կյանքը, իսկ առջևում ինչ-որ նոր բան էր, անծանոթ ու վախենալու։ Սվետլանան նրան դիմավորեց օդանավակայանում։ Նրանք գրկախառնվեցին, եւ Աննան զգաց, թե ինչպես է վերջին շաբաթների լարվածությունը մի փոքր նահանջում։ Լավ էր օտալ երկրում ծանոթ դեմք տեսնելը։ Ինչպես անցավ թռիչքը, հարցրեց Սվետլանան, օգնելով տանել ճամպրուկը։ Նորմալ էր, միայն թե մի քիչ գլուխս էր պտտվում։ Ոչինչ, հիմա տեղ կհասնենք, կհանգստանաս։ Ընտանիքը քեզ է սպասում։ Նրանք շատ ուրախ են, որ դու համաձայնեցիր։ Նրանք նստեցին մեքենան եւ Սվետլանան Աննային տարավ նոր աշխատավայր։ Պատուհանից այն կողմ թարթում էին անծանոթ փողոցները, շենքերը, մարդիկ։ Ամեն ինչ ուրիշ էր։ Նույնիսկ օդն այլ բուրմունք ուներ։ Տունն իսկապես մեծ էր, երկհարկանի, այգով ու ավտոտնակով։ Սվետլանան կայանեց մուտքի մոտ եւ օգնեց Աննային հանել ճամպրուկը։ «Մի անհանգստացիր», ասաց նա, տեսնելով ընկերուհու դեմքի լարվածությունը։ «Նրանք լավ մարդիկ են, արագ կվարժվես»։ Դուրը բացեց մի կին, մոտ 40 տարեկան, սլացիկ, խնամված, կարճ սանվածքով։ Նա ժպտաց ու ձեռքը մեկնեց։ «Բարև ձեզ, դուք հավանաբար Աննան եք, ես Նազիկն եմ, ներս համեցեք խնդրում եմ»։ Աննան սեղմեց մեկնած ձեռքն ու մտավ տուն։ Ներսում լուսավոր էր ու ընդարձակ։ Բարձր առաստաղներ, մեծ պատուհաններ, թանկարժեք կահույք։
Ամեն ինչ այնպիսի տեսք ուներ, ասես ինտերիերի դիզայնի ամսագրի էջերից լիներ։ Սվետլանան պատմել էր ձեր մասին, շարունակեց Նազիկը, Աննային ներս հրավիրելով։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք համաձայնեցիք մեզ օգնել։ Եկեք ես ձեզ ցույց տամ տունն ու ձեր սենյակը։ Նրանք անցան հյուրասենյակով, խոհանոցով, ճաշասենյակով, ամեն ուր մաքուր էր, հարմարավետ ու գեղեցիկ։ Աննան փորձում էր հիշել սենյակների դասավորությունը, բայց գլխում ամեն ինչ խառնվում էր։ Չափազանց շատ նոր տեղեկություն կար։ Աննայի սենյակը երկրորդ հարկում էր։ Փոքրիկ էր, բայց շատ հարմարավետ։ Մահճակալ, պահարան, սեղան, բազկաթոռ պատուհանի մոտ։ Սեփական լոգասենյակ։ Սվետլանան չէր ստել, երբ ասում էր, որ պայմանները լավն են։ Տեղավորվեք, հանգստացեք ճանապարհից, ասաց Նազիկը։ Վաղն առավոտյան ես ավելի մանրամասն կպատմեմ ձեր պարտականությունների մասին։ Իսկ այսօր պարզապես ընտելացեք, ծանոթացեք տան հետ։ Ընթրիքը երեկոյան ժամի 7-ին է։ Ուրախ կլինեմ, եթե միանաք մեզ։ Աննան գլխով արեց, չհավատալով իր ականջներին։ Նրան ընթրիքի էին հրավիրում որպես ընտանիքի անդամի։ Երբ Նազիկը գնաց, Աննան նստեց մահճակալին ու 4 կողմը նայեց։ Սենյակն այնքան լուր էր ու հանդարտ։ Ոչ հեռուստացույցի ձայն, ոչ գորգորոցներ, ոչ մի իրարանցում, միայն լռություն եւ պատուհանից ներս հորդող լույսը։ Նա հանեց հեռախոսն ու նայեց էկրանին։ Ոչ մի հաղորդագրություն որդիներից, ոչ մի զանգ։ Աննան ուզում էր գրել նրանց, բայց մտափոխվեց։ Թող նախ իրենք գրեն։ Նա դատարկեց ճամպրուկը, շորերը կախեց պահարանում, լուսանկարները դասավորեց սեղանին, հետո պառկեց մահճակալին ու փակեց աչքերը։ Մարմինը հոգնած էր թրիչքից հետո, բայց քունը չէր տանում։ Մտքերը պտտվում էին մեկ բանի շուրջ։ Արդյոք նա ճիշտ է վարվել, թե մեծ սխալ է թույլ տվել։ Առաջին օրերը նոր տանը տարօրինակ էին։ Աննան արթնանում էր շուտ, սովորության համաձայն, բայց պարզվում էր, որ վեր կենալու կարիք դեռ չկա։ Նախաճաշը սկսվում էր 8-ին, եւ մինչ այդ նա կարող էր անել ինչ ուզում էր՝ կարդալ, նայել պատուհանից, լռության մեջ սուրճ խմել։ Սա անսովոր էր ու մի փոքր վախենալու, այսքան շատ ազատ ժամանակ։ Նազիկը իսկապես հաճելի կին դուրս եկավ։ Նա մանրամասն բացատրում էր ինչն ինչպես պետք է անել։ Շնորհակալություն էր հայտնում ամեն կատարված գործի համար։ Հարցնում էր արդյոք ամեն ինչ հարմար է, օգնություն պետք չէ։ Աննան սկզբում չգիտեր ինչպես արձագանքել։ Նա սովոր էր, որ իր աշխատանքն ընդունում են որպես պարտադիր մի բան, եւ այս անսպասելի ուշադրությունը նրան շփոթեցնում էր։ Նազիկի համուսինը Սերգեյը շատ էր աշխատում եւ հազվադեպ էր տանելինում, բայց երբ հայտնվում էր, միշտ բարևում էր ու հարցնում. «Ինչպաս եք»։ Երեխաները 14-ամյա Կարինեն եւ 12-ամյա Արտյոմը դաստիարակված ու քաղաքավարի էին։ Նրանք շնորհակալություն էին հայտնում պատրաստված ճաշի համար, օգնում էին հավաքել սեղանը, իրերը չէին թափթփում տան մեջ։ «Դուք այնքան լավ եք պատրաստում», ասաց մի անգամ Նազիկը ընթրիքի ժամանակ։ «Այս բորշչն ուղղակի հիանալի է։ Որտեղ եք սովորել այդպես պատրաստել»։ Աննան շփոթվեց գովասանքից։ «Պարզապես փորձ է, շատ տարիներ եմ պատրաստում»։ «Դա երևում է, դուք իսկական տաղանդ ունեք»։ Աննան չգիտեր ինչ պատասխանել։ Ոչ ոք երբեք նրա պատրաստածն չէր անվանել տաղանդ։ Արմենն ու Կարենն ուտում էին նրա պատրաստածն առանց մեկնաբանությունների։ Երբեմն դժգոհում էին, որ շատ աղի է կամ բավականաչափ տաք չէ, բայց երբեք չէին գովում։ Տանը գործը շատ էր, բայց այն այլ կերպ էր կազմակերպված։ Կար պարտականությունների բաշխման հստակ գրաֆիկ։ Աննան պատրաստում էր, հավաքում տունը։ Երբեմն հետևում երեխաներին, երբ ծնողները գործերով գնում էին, բայց նա միշտ հանգստի ժամանակ էր ունենում։ Ամեն օր ժամը 2-ից 5-ը նա ընդմիջում ուներ։ Կարող էր զբոսնել, կարդալ, անել այն, ինչ կցանկանար, իսկ հանգստյան օրերին նա ընդհանրապես ազատ էր։ Առաջին ազատ օրը Աննան անցկացրեց սենյակում, չիմանալով ինչով զբաղվել։ Նա սովոր էր, որ հանգստյան օրեր չուներ, միշտ գործեր կային, որոնք պետք էր անել, իսկ այստեղ գործերն անում էին ուրիշ մարդիկ, եւ իրենից ոչինչ չէր պահանջվում։ Սվետլանան եկավ նրա մոտ ճաշից հետո։ «Ինչու ես սենյակում նստել։ Արի գնանք զբոսնելու, քաղաքը ցույց տամ քեզ»։ Նրանք զբոսնեցին մի քանի ժամ։ Սվետլանան Աննային պտտեցնում էր փողոցներով, ցույց տալիս տեսարժան վայրերը, պատմություններ պատվում։ Աննան լսում էր ու նայում շուրջը։ Քաղաքը գեղեցիկ էր, կոկիկ, մաքուր փողոցներով ու խնամված այգիներով։ Մարդիկ շուրջ բոլորը գոհ ու հանգիստ տեսք ունեին։ «Ինչպես է քեզ այստեղ», հարցրեց Սվետլանան, երբ նրանք սրճարանում նստած սուրճ էին խմում։ «Տարօրինակ է», անկեղծ պատասխանեց Աննան։ «Ամեն ինչ ուրիշ է։ Ես մինչև հիմա չեմ կարողանում վարժվել, որ ինձ հետ այսպես են վերաբերվում։ Ինչպես մարդու, ասես ես պարզապես աշխատող չեմ, այլ ընտանիքի մի մասնիկ»։ Սվետլանան գլխով արեց։ «Ես քեզ հասկանում եմ, ինձ հետ նույնն էր։
Առաջին ամիսը ես ընդհանրապես չէի հավատում, որ այդպես լինում է։ Ամեն վայրկյան ինչ-որ վատ բանի էի սպասում։ Մտածում էի հիմա կսկսեն գործերով ծանրաբեռնել, գորգորալ, կպչել ամեն ինչից, բայց դա տեղի չունեցավ։ Նրանք իսկապես լավ մարդիկ են։ Իսկ դու չես կարոտում տունը։ Սվետլանան մտածեց. կարոտում եմ, բայց ոչ այնպես, ինչպես կարծում էի։ Կարոտում եմ քաղաքը, ընկերներին, սովորական կյանքը, բայց ոչ այն, թե ինձ այնտեղ ինչպես էին ընկալում։ Գիտես, ես մի բան հասկացա։ Այնտեղ ես ոչ մեկ էի, աշխատում էի երկու տեղ, հազիվ էի ցայրը ցայրին հասցնում։ Ոչ ոք չգնահատեց այն, ինչ ես անում էի, իսկ այստեղ ես ինձ պետքական եմ զգում։ Իմ կարծիքը կարևոր է, իմ աշխատանքը հարգում են, եւ դա շատ թանկ արժե։ Աննան լռում էր, մտածելով ընկերուհու բարերի շուրջ։ Նրան նույնպես սկսում էր թվալ, որ իր ներսում ինչ-որ բան փոխվում է։ Նա չէր կարողանում հստակ ձևակերպել ինչ, բայց զգացողությունը շատ պարզ էր։ Երեկոյան նա զանգեց որդիներին։ Արմենը վերցրեց հեռախոսը երկար զանգերից հետո։ Ալո։ Բարև, ես եմ։ Բարև։ Դադար։ Ինչպես եք այնտեղ։ Ամեն ինչ կարգին է։ Նորմալ։ Ապրում ենք։ Ուտելիքը հերիքում է, ես սարսարանում թողել էի։ Հերիքում է։ Եվս մի դադար։ Աննան զգում էր, որ խոսակցությունը չի ստացվում, բայց չգիտեր ինչպես ուղղել դա։ Արմեն, ես գիտեմ, որ դու նեղացած ես, բայց հասկացիր, ես պետք է սա անեի ինձ համար։ Լավ, մամ, ես չեմ ուզում հիմա այդ մասին խոսել։ Լավ, կարող եմ խոսել Կարենի հետ։ Չկա, գնացել է ինչ-որտեղ։ Կփոխանցես նրան, որ զանգել եմ։ Կփոխանցեմ։ Արմենն անջատեց հեռախոսը։ Աննան նստած էր հեռախոսը ձեռքին եւ զգում էր, թե ինչպես է ներսում տագնապը մեծանում։ Որդիները դեռ բարկացած էին նրա վրա։ Գուցե նա իսկապես եսասիրաբար էր վարվել։ Գուցե պետք էր մնալ, բայց հետո նա հիշեց, թե ինչպես էր Նազիկը այսօր շնորհակալություն հայտնում պատրաստված ճաշի համար, ինչպես էր Կարինեն օգնում սեղան գցել ու պատմում դպրոցի մասին, ինչպես ինքն ուներ մի ամբողջ ազատոր, որն անցկացրեց այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Եվ տագնապը մի փոքր նահանջեց։ Նա հաղորդագրություն գրեց որդիներին. Ես ձեզ սիրում եմ, կարոտում եմ, զանգեք, երբ ժամանակ ունենաք։ Պատասխան չեկավ։ Անցավ 1 ամիս։ Աննան աստիճանաբար ընտելանում էր նոր կյանքին։ Աշխատանքը մտել էր իր հունի մեջ, եւ նա այլևս իրեն այնքան շփոթված չէր զգում, որքան առաջին օրերին։ Նա գիտեր, որ տեղին չէ դրված, ինչպես է աշխատում տեխնիկան, ինչ ուտեստներ է սիրում ընտանիքը։ Նազիկը ավելի ու ավելի հաճախ էր նրան մենակ թողնում, վստահելով ինքնուրույն որոշումներ կայացնել։ Կարինենն ու Արտյոմը կապվել էին Աննայի հետ։ Նրանք պատմում էին իրենց դպրոցական գործերի մասին, խորհուրդ հարցնում, երբեմն պարզապես գալիս էին նստելու նրա կողքին ու զրուցելու։ Աննային դա դուր էր գալիս։ Նա հիշում էր, թե ինչպես Արմենն ու Կարեն իրենց տարիքում նույնպես կիսվում էին իրենց ապրումներով։ Հետո նրանք մեծացան ու դադարեցին։ Շփումը հասավ նվազագույնի, կենցաղային հարցերի ու խնդրանքների։ Մի երեկո Կարինեն եկավ խոհանոց, երբ Աննան ընթրիք էր պատրաստում։ Աննա, կարելի է ձեզ հետ խոսել։ Իհարկե, ինչ է պատահել։ Աղջիկը նստեց սեղանի մոտ ու լռեց, բարեր փնտրելով։ Ես դպրոցում խնդիր ունեմ։ Մի աղջիկ կա, նա անընդհատ ծիծաղում է վրաս։ Ասում է, որ ես վատ եմ հագնվում, որ տարօրինակ հետաքրքրություններ ունեմ։ Չգիտեմ ինչ անել։ Աննան մի կողմ դրեց դանակն ու շրջվեց դեպի նա։ Իսկ դու այդ մասին մայրիկիդ ասել ես։ Ոչ, նա շատ զբաղված է, չեմ ուզում նրան նեղացնել։ Գիտես, կարծում եմ մայրիկդ կուզեր իմանալ նման բաների մասին, բայց քանի որ ինձ ես հարցնում, ասեմ սա. այդ աղջիկը ամենայն հավանականությամբ ինքն է դժբախտ։ Երջանիկ մարդիկ ուրիշներին չեն ծաղրում, նրանք դրա կարիքը չեն զգում։ Բայց դրանից ինձ ավելի հեշտ չէ, հասկանում եմ, բայց դու պետք է հիշես, որ նրա կարծիքը քո մասին չի որոշում, թե ով ես դու։ Դու խելացի ես, բարի, տաղանդավոր, ունես հրաշալի ընտանիք, որը քեզ սիրում է։ Իսկ այդ աղջիկը գուցե նման բաներ չունի, դրա համար էլ նա փորձում է ինքնահաստատվել քո հաշվին։ Կարինեն մտածեց. ես երբեք այդպես չէի մտածել։ Փորձիր, ու նաև փորձիր խոսել մայրիկիդ հետ։ Նա կհասկանա, ծնողները միշտ ուզում են օգնել իրենց երեխաներին։ Կարինեն գլխով արեց ու դուրս եկավ։ Աննան վերադարձավ իր գործին, բայց մտքերն ուտելիքի մասին չէին։ Նա հանկարծ հասկացավ, որ վաղուց չէր խոսել իր որդիների հետ իսկապես։
Ոչ թե պարզապես կենցաղից, այլ այն մասին, թե ինչն է նրանց հուզում, ինչն է անհանգստացնում։ Երբ դա դադարեց, երբ նրանք դադարեցին վստահել իրենց ապրումները, նա փորձեց հիշել ու չկարողացավ։ Նրանց մանկության ու հասուն կյանքի արանքում ինչ որտեղ մի խզում էր եղել։ Նրանք հեռացել էին, փակվել իրենց մեջ, իսկ գուցե ինքն էր հեռացել, գուցե ինքան զբաղված էր աշխատանքով, տան հոգսերով, գոյատևելով, որ բաց էր թողել այն պահը, երբ նրանք զրույցի կարիք ունեին ավելի շատ, քան լվացված շորերի ու տակընթրիքի։ Երեկոյան Նազիկը մտավ խոհանոց, երբ Աննան սպասքն էր լվանում։ Կարինան ասաց, որ դուք շատ եք օգնել իրեն դպրոցի խնդրի հարցում։ Ես պարզապես լսեցի նրան, դա շատ կարևոր է, նա միշտ չէ, որ պատրաստ է խոսել ինձ հետ, երբեմն նրա համար ավելի հեշտ է բացվել մեկ ուրիշի առաջ, շնորհակալություն, որ կողքին էիք։ Խնդրեմ, Կարինան լավ աղջիկ է։ Նազիկը նստեց սեղանի մոտ ու թեյ լցրեց թեյնիկից։ Աննա, կարելի է անձնական հարց տալ։ Դուք երեխաներ ունեք։ Այո, 2 որդի, արդեն 30-ն անց են, իսկ ինչպես նրանք ընդունեցին ձեր մեկնելը։ Աննան լռեց, չիմանալով ինչ պատասխանել, հետո որոշեց անկեղծ լինել։ Վատ, նրանք մինչև հիմա նեղացած են, համարյա չեն խոսում հետս։ Ցավում եմ։ Ես չգիտեմ ճիշտ եմ վարվել, թե ոչ։ Երբեմն ինձ թվում է, թե փախել եմ պատասխանատվությունից, բայց երբեմն մտածում եմ, որ արել եմ այն, ինչ պետք էր վաղուց անել։ Նազիկը գլխով արեց։ Գիտեք, ես մեծացել եմ մի մոր հետ, ով իրեն լիովին զոհաբերել էր։ Նա ողջ կյանքը նվիրեց ինձ ու եղբորս, աշխատում էր առանց դադարի, իրեն լրիվ մոռացել էր։ Մենք կարծում էինք, որ դա նորմալ է, որ այդպես էլ պետք է լինի։ Եվ միայն երբ ես ինքս մայր դարձա, հասկացա, թե դա որքան սխալ էր, որովհետև մայրս մեզ սովորեցրել էր ընդունել, բայց չէր սովորեցրել տալ։ Մենք մեծացանք եսասերներ, ովքեր ընդունակ չէին հոգ տանել ուրիշների մասին, իսկ ինքն իրեն հասցրեց այնպիսի վիճակի, որ հիվանդացավ ու մահացավ 58 տարեկանում, պարզապես այրվեց։ Աննան լսում էր շունչը պահած։ Ես չեմ ուզում կրկնել նրա սխալը, շարունակեց Նազիկը։ Ես սիրում եմ իմ երեխաներին, բայց փորձում եմ նրանց սովորեցնել լինել ինքնուրույն, որպեսզի նրանք կարողանան հոգ տանել ոչ միայն իրենց, այլև ուրիշների մասին, որովհետև դա միակ միջոցն է առողջ, լիարժեք մարդ մեծացնելու համար։ Ես վախենում եմ, որ ուշացել եմ այդ դասի հարցում։ Երբեք ուշ չէ։ Ձեր որդիները մեծ են, նրանք կդիմանան այս 3 ամսվան եւ գուցե ինչ-որ կարևոր բան կսովորեն։ Աննան ուզում էր հավատալ այդ բառերին, բայց ներսում վախ կար։ Վախ, որ որդիները չեն ների իրեն, որ նա կորցրել է նրանց ընդմիշտ։ Գիշերը նա երազ տեսավ։ Նա իր հին բնակարանում էր, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Դատարկ սենյակներ, լռություն։ Նա շրջում էր բնակարանով, կանչում որդիներին, բայց ոչ ոք չէր պատասխանում։ Արթնացավ սառը քրտինքի մեջ։ Նայեց հեռախոսին։ Գիշերվա ժամը 3-ն էր։ Մի քանի բաց թողնված զանգ Կարենից։ Աննան իսկույն հետ զանգեց։ Մամ, որդու ձայնը տարօրինակ էր, լարված։ Ինչ է պատահել։ Արմենը հիվանդանացում է։ Սիրտը կարծես կանգ առավ։ Ինչ, ինչպես։ Ինչ է պատահել նրան։ Կույր աղիք է, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է, բայց ես մտածեցի, դու պետք է իմանաս։ Ես հիմա կգամ։ Պետք չէ, ասում եմ ամեն ինչ նորմալ է, բժիշկներն ասացին մի քանի օրից դուրս կգրեն։ Կարեն, նա իմ որդին է, ես պետք է կողքին լինամ։ Մամ, մենք գլուխ կհանենք, իսկապես։ Նրա ձայնի մեջ ինչ-որ նոր բան կար, ոչ նեղացվածություն, ոչ բարկություն, այլ հանգստության ու վստահության նման մի բան։ Դու վստահ ես։ Այո, ես իր կողքին եմ, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Աննան երկար ժամանակ չէր կարողանում քնել այդ խոսակցությունից հետո։ Պարկած մտածում էր Արմենի մասին, հիվանդանոցի մասին, այն մասին, որ ինքը հեռու է ու չի կարող օգնել։ Բայց միևնույն ժամանակ ներսում մի այլ միտք էր ջերմացնում, Կարենը գլուխ էր հանում։ Նա եղբոր կողքին էր, հոգ էր տանում նրա մասին, որոշումներ էր կայացնում։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նա իրեն պոհում էր որպես հասուն, պատասխանատու մարդ։ Առավոտյան Աննան պատմեց Նազիկին պատահածի մասին։ Նա իսկույն օգնություն առաջարկեց։ Եթե ուզում եք վերադառնալ, ես կհասկանամ, ընտանիքն ավելի կարևոր է, քան աշխատանքը։ Ոչ, ասաց Աննան, զարմանալով սեփական հաստատակամության վրա։ Կարենն ասաց, որ գլուխ կհանի, ես պետք է վստահեմ նրան։ Նազիկը ըմբռնումով գլխով արեց։ Դա ճիշտ որոշում է։ Երբեմն լավագույն օգնությունը մարդկանց ինքնուրույն գլուխ հանելու հնարավորություն տալն է։ Օրվա ընթացքում Աննան մի քանի անգամ գրեց Կարենին, հարցրեց Արմենի վիճակի մասին։ Նա պատասխանում էր կարճ, բայց կանոնավոր։ Վիրահատությունը հաջող էր անցել, ավագ եղբայրն իրեն լավ էր զգում։ Բժիշկները գոհ էին։ Երեկոյան Կարենը մի լուսանկար ուղարկեց։
Արմենը պարկած էր հիվանդասենյակում, գունատ, բայց շպտուն։ Կողքին նստած էր Կարենը։ Աննան երկար նայում էր այդ նկարին։ Իր որդիները միասին, իրար սատարելով։ Առանց իրեն, նա զգաց տխրության ու հպարտության տարօրինակ խառնուրդ։ Տխուր էր գիտակցել, որ նրանք իր կարիքն այնքան շատ չունեն, որքան ինքն էր կարծում։ Բայց միևնույն ժամանակ հաճելի էր տեսնել, որ նրանք ընդունակ են փոխօգնության, հոգատարության ու պատասխանատվության։ Մի քանի օրից Արմենին դուրս գրեցին։ Կարենը գրեց, որ իրենք արդեն տանն են, ամեն ինչ լավ է։ Աննան հարցրեց, օգնություն պետք չէ, բայց բացասական պատասխան ստացավ։ Նրանք ինքնուրույն գլուխ էին հանում։ Տան գործերը շարունակվում էին իրենց հունով։ Աննան ավելի ու ավելի էր սովորում նոր կյանքին։ Նա սկսեց հասկանալ, որ հանգիստը շռայլություն չէ, այլ անհրաժեշտություն, որ ինքն իր մասին հոգ տանելը եսասիրություն չէ, այլ առողջ բանականություն, որ կարելի է սիրել երեխաներին առանց նրանց մեջ լիովին լուծվելու։ Մի օր Նազիկի ամուսինը Սերգեյը ճաշին տանը մնաց։ Սովորաբար նա շուտ էր գնում ու ուշ վերադառնում, բայց այդ օրը մոտակայքում հանդիպում ուներ։ Աննա, նստեք մեզ հետ, ասաց նա, երբ կինը ուտեստը մատուցում էր սեղանին։ Շնորհակալություն, բայց ես արդեն կերել եմ։ Այդ դեպքում գոնե մի սուրճ խմեք, ուզում եմ մի բան քննարկել։ Աննան նստեց սեղանի մոտ թեթև տագնապ զգալով։ Սերգեյը հաճելի մարդ էր, բայց նա գրեթե չէր շփվել նրա հետ։ Ինչ էր ուզում քննարկել։ Նազիկը պատմում էր, որ դուք հիանալի եք կատարում ձեր աշխատանքը, սկսեց նա, եւ երեխաները ձեզ շատ են սիրել։ Մենք ուզում էինք առաջարկել ձեզ երկարաձգել պայմանագիրը 3 ամիսը լրանալուց հետո, իհարկե աշխատավարձի բարձրացմամբ։ Աննան շփոթվեց. Չգիտեմ, ես այդքան հեռուն չէի մտածել։ Իհարկե հիմա պետք չէ պատասխանել։ Մտածեք, դեռ 2 ամիս ունեք առջևում, բայց մենք շատ ուրախ կլինեինք, եթե մնայիք։ Նազիկը ժպտաց. Դուք մեր ընտանիքի մի մասնիկն եք դարձել, Աննա։ Մենք ձեզ շատ կկարոտենք, եթե գնաք։ Այս խոսակցությունից հետո Աննան երկար ժամանակ մտամոլոր շրջում էր։ Երկարաձգել պայմանագիրը, մնալ այստեղ եւս որոշ ժամանակ, թե վերադառնալ տուն, որդիների մոտ, նախկին կյանքին։ Նա չգիտեր պատասխանը։ Նրա մի մասը ուզում էր վերադառնալ, տունը, հարազատ քաղաքը։ Ծանոթ փողոցները ձգում էին իրենց, բայց մյուս մասը վայելում էր այստեղ ձեռք բերած ազատությունը, սեփական անձի համար ապրելու հնարավորությունը, իր աշխատանքի համար շնորհակալություն ստանալը, արժևորված զգալը։ Երեկոյան նա զանգեց Արմենին։ Նա արագ վերցրեց հեռախոսը, եւ ձայնն ավելի աշխույժ էր հնչում, քան սովորաբար։ Բարև մամ, բարև, ինչպես ես քեզ զգում։ Նորմալ, կարերը լավանում են։ Բժիշկն ասաց, ամեն ինչ լավ է գնում։ Ուրախ եմ։ Կարենն օգնում է։ Հա, գիտես, նա շատ լավ տղա է։ Ես նույնիսկ չէի մտածում, որ նա ընդունակ է այդպես մեկի մասին հոգ տանելու։ Աննան ժպտաց։ Նա քո եղբայրն է, իհարկե ընդունակ է։ Դա դարտիրեց։ Մամ, կներես ինձ այնպես պահելու համար, ինչպես պահեցի մեկնելուց դառաջ։ Ես սխալ էի։ Աննան զգաց, թե ինչպես է կոկուրդը սեղվում։ Ամեն ինչ նորմալ է։ Ոչ, նորմալ չէ։ Ես ինձ պահեցի երես առած երեխայի պես։ Դու ողջ կյանքդ մեր մասին ես հոգ տարել, իսկ մենք դա ընդունել ենք որպես պարտադիր մի բան։ Ես դա միայն հիմա հասկացա, երբ դու գնացիր, երբ ստիպված եղա ամեն ինչ ինքնուրույն անել։ Արմեն, մամ, թող ավարտեմ։ Ես ամաչեցի, որ երբեք քեզ շնորհակալություն չեմ ասել, որ պահանջել եմ խնդրելու փոխարեն, որ չեմ նկատել, թե ինչպես ես հոգնում։ Ներիր ինձ։ Արդյունքները հոսում էին Աննայի այտերով։ Նա նույնիսկ չէր էլ փորձում դրանք կանգնեցնել։ Ես ներում եմ քեզ, եւ ես քեզ սիրում եմ։ Ես էլ քեզ եմ սիրում, մամ։ Նրանք մի քիչ էլ խոսեցին, հետո հրաժեշտ տվեցին։ Աննան նստած էր հեռախոսը ձեռքին ու լաց էր լինում, բայց դրանք թեթևության արդյունքներ էին, ոչ թե ցավի։ Նրա որդին հասկացել էր, նա տեսել էր այն, ինչ ինքը փորձում էր հասցնել նրանց, եւ դա ամենակարևորն էր։ Սվետլանան եկավ նրա մոտ երեկոյան ու տեսավ նրան այդ վիճակում։ Ինչ է պատահել։ Աննան պատմեց Արմենի հետ խոսակցության մասին։ Սվետլանան գրկեց ընկերուհուն. տեսնում ես, ճիշտ ես արել, որ գնացել ես։ Երբեմն մարդկանց հեռավորություն է պետք հասկանալու համար, թե ինչ են կորցնում։ Ինձ առաջարկել են երկարաձգել պայմանագիրը, ու դու կհամաձայնվես։ Չգիտեմ, մի կողմից ուզում եմ վերադառնալ, մյուս կողմից այստեղ ինձ լավ եմ զգում, ինձ պետքական եմ զգում, բայց ուրիշ ձևով, ոչ թե որպես ծառա սեփական տանը, այլ որպես մարդ, ում աշխատանքը գնահատում են։ Դեռ ժամանակ ունես մտածելու։ Հա, ժամանակ կա։
Բայց Աննան արդեն գիտեր, որ որոշումը հեշտ չի լինելու, որովհետև երկու կողմերն էլ ձգում էին իրեն, եւ նրանց միջև ընտրություն կատարելը գրեթե անհնար էր։ Երկրորդ ամիսը թռավ առաջինից էլ արագ։ Աննան լիովին ընտելացել էր տանը, ներգրավվել ընտանիքի ռիթմի մեջ, գտել էր իր տեղը։ Կարինենն ու Արտյոմը հաճախ ժամանակ էին անցկացնում նրա հետ, օգնում խոհանոցում, պատմում դպրոցից։ Նազիկը դարձել էր ոչ թե պարզապես գործատու, այլ համարյա ընկերոհի։ Նրանք խոսում էին կյանքից, կիսվում պատմություններով, միասին ծիծաղում։ Մի օր Նազիկը առաջարկեց միասին գնալ առևտրի կենտրոն։ Քրոջս համար նվեր պետք է գնեմ, իսկ մենակ ձանձրալի է, կընկերակցեք։ Աննան համաձայնեց։ Նրանք խանութներում անցկացրեցին մի քանի ժամ, շորեր էին չափում, սուրճ խմում, ամեն ինչից խոսում։ Աննայի համար սա արտասովոր փորձառություն էր։ Նա չէր հիշում, թե երբ էր վերջին անգամ պարզապես զբոսնել ընկերուհու հետ, առանց շտապողականության ու պարտավորությունների։ Ձեզ շատ է սազում այս բլյուզը, ասաց Նազիկը, երբ Աննան ինչ-որ բան էր փորձում խանութում։ Գնեք այն։ Հագնելու տեղ չունեմ, իսկ ձեզ առիթ է պետք։ Գնեք պարզապես ձեզ համար։ Աննան նայեց իր արտացոլանքին հայելու մեջ։ Բլյուզն իսկապես գեղեցիկ էր, նուրբ երկնագույն ժանյակավոր ներդիրմերով։ Նա վաղուց իր համար նոր ոչինչ չէր գնել։ Ամբողջ գումարը ծախսվում էր որդիների, տան, անհրաժեշտ իրերի վրա։ Կմտածեմ, մի մտածեք, գնեք, սա իմ նվերն է ձեզ, հիանալի աշխատանքի համար։ Նազիկ, պետք չէ, պետք է, դուք վաստակել եք։ Նրանք տուն վերադարձան գնումներով, եւ Աննան նոր բլյուզը քաղեց բահարանում։ Հետո երկար նայում էր դրան, չհավատալով, որ դա իրենն է, որ ինչ-որ մեկն իրեն նվեր է գնել, հենց այնպես, առանց առիթի։ Երեկոյան զանգեց Կարենը. «Մամ, ինչպես են գործերը»։ «Լավ, իսկ ձերը»։ «Մեզ մոտ էլ է նորմալ։ Լսիր, ուզում էի ասել, ես աշխատանքի եմ անցել, նորմալ, մշտական աշխատանքի»։ Աննան քարացավ հեռախոսը ականջին։ «Իսկապես»։ «Հա, ՏՏ ընկերությունում, որպես ծրագրավորող։ Աշխատավարձը լավն է, գրաֆիկը ճկուն։ Մտածեցի, որ ժամանակն է վերջ տալ ֆրիլանսին ու սկսել կարիերա ստեղծել։ Կարեն, ես այնքան ուրախ եմ, շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Արմենն էլ է նոր աշխատանքի անցել, ծանոթների միջոցով է գտել։ Ասում է պայմաններն ավելի լավն են, քան հին տեղում։ Ինչպես է իրեն զգում վիրահատությունից հետո։ Արդեն համարյա վերականգնվել է, կարերը լավացել են, ոչ մի խնդիր։ Իմիջիալոց սովորել ենք պատրաստել, հավաքել, լվացքանել։ Ճիշտ է, այնքան համով չի ստացվում, ինչքան քոնը, բայց ուտելու բան է։ Աննան ծիծաղեց. «Ես հպարտանում եմ ձեզանով»։ «Մամ, բա երբ ես գալու»։ Հարցում նրան անակնկալի բերեց։ «Մի ամսից պայմանագիրը վերջանում է, այսինքան շուտ»։ «Հա, շուտ։ Մենք քեզ սպասում ենք»։ Խոսակցությունից հետո Աննան նստած էր իր սենյակում ու մտածում էր. որդիները փոխվել են, նրանք աշխատանք են գտել, սովորել են ինքնուրույն գլուխ անել, դարձել են ավելի պատասխանատու։ Դա հենց այն էր, ինչ ինքն ուզում էր, բայց ինչու էր ներսում ոչ թե ուրախություն, այլ տագնապ։ Նա հասկացավ, որ վախենում է վերադառնալ, վախենում է, որ ամեն ինչ կընկնի նախկին հունի մեջ, որ որդիները նորից կախվածության մեջ կլինեն իրենից, կդադարեն գնահատել այն, ինչ ինքն անում է, որ ինքը նորից կդառնա անտեսանելի ծառա սեփական տանը։ Հաջորդ օրը նա այդ մասին խոսեց Սվետլանայի հետ։ «Գուցե իզուր ես վախենում», ասաց նա, «չէ՞ որ նրանք փոխվել են, դու ինքդ լսեցիր։ Իսկ եթե դա ժամանակավոր է, իսկ եթե ես վերադառնամ ու ամեն ինչ դառնա առաջվա պես, այդ դեպքում նորից կգնաս, բայց սկզբում պետք է փորձել, կամ մնալ այստեղ»։ Նազիկը առաջարկում էր երկարաձգել պայմանագիրը։ Սվետլանան ուշադիր նայեց ընկերուհուն։ «Աննա, դու ուզում ես մնալ»։ «Չգիտեմ, այստեղ լավ է, ինձ գնահատում են, ինձ հարմար է, բայց այնտեղ իմ երեխաներն են, իմ տունը, իմ կյանքը։ Իսկ սա քո կյանքը չէ»։ Հարցը կախվեց օդում։ Աննան չգիտեր պատասխանը։ Երեկոյան ընթրիքի ժամանակ Նազիկը նկատեց նրա մտամոլորությունը։ «Որոշեցիք ինչ անել պայմանագրի ավարտից հետո»։ «Դեռ ոչ, առաջարկը դեռ ուժի մեջ է։ Մենք ուրախ կլինենք, եթե մնաք, բայց ես հասկանում եմ, որ դուք տանը ընտանիք ունեք։ Դա հեշտ որոշում չէ»։ «Ընտանիքը փոխվել է», հանկարծ ասաց Աննան։ «Որդիներս մեծացել են, դարձել են ինքնուրույն։ Նրանք այլևս իմ կարիքն այնպես չունեն, ինչպես առաջ»։ «Իսկ դա վատ է»։ «Ոչ, դա այն է, ինչ ես ուզում էի, բայց հիմա ես չգիտեմ, որն է իմ տեղը նրանց կյանքում։ Ով եմ ես, եթե ոչ մայն մայրը, ով հոգ է տանում նրանց մասին»։ Նազիկը լռեց։ «Դուք դեռ մայր եք, բայց հիմա դուք հնարավորություն ունեք լինելու ավելին, լինելու ձեր հետաքրքրություններով, ցանկություններով, նպատակներով։ Մայրությունը ձեր մի մասնիկն է, բայց ոչ այն ամենը, ինչ դուք կաք»։ Այս բառերը նստեցին Աննայի գլխում։
Նա մտքում կրկնում էր դրանք, փորձելով հասկանալ, արդյոք դա ճիշտ է, արդյոք ինքը կարող է լինել ավելին, քան պարզապես մայրը։ Պայմանագրի վերջին ամիսը սկսվեց անակնկալով։ Նազիկը հայտարարեց, որ ողջ ընտանիքով մեկ շաբաթով գնում են ծով, եւ Աննային հրավիրում են իրենց հետ։ Սա աշխատանք չէ, շեշտեց նա, պարզապես հանգիստ, դուք վաստակել եք արձակուրդը։ Աննա մզում էր հրաժարվել, բայց Կարինեն ու Արտյոմն այնքան էին աղաչում, որ նա չկարողացավ դիմանալ։ Եվ ահա նրանք բոլորով մեքենայի մեջ էին, գնում էին դեպի ափ, երգում էին ու ծիծաղում։ Ծովափնյա փոքր էր, բայց հարմարավետ, պատշգամբով, որտեղից տեսարան էր բացվում դեպի ջուրը։ Աննան կանգնած էր այդ պատշգամբում առաջին օրվա երեկոյան ու նայում էր մայրամուտին։ Երկինքը ներկվում էր նարնջագույն ու վարդագույն երանգներով։ Ալիքները շշնջում էին ափին, օդը աղի ու ազատության հոտ ուներ։ Երբ էր նա վերջին անգամ ծով տեսել, Աննան փորձեց հիշել ու չկարողացավ, թվում է երբեք։ Ոչ մի անգամ իր կյանքում նա իսկական ծովում չէր եղել։ Միշտ գործեր կային, հոգսեր, պատճառներ տանը մնալու համար։ Արդյունքները անսպասելիորեն հայտնվեցին աչքերում։ Նա կանգնած լաց էր լինում, նայելով այդ անհավանական մայրամուտին, այդ գեղեցկությանը, որն առաջին անգամ տեսնում էր 55 տարեկանում։ Աննա, Նազիկը դուրս եկավ պատշգամբ։ Դուք լաց եք լինում։ Կներեք, ես պարզապես, սա այնքան գեղեցիկ է։ Նազիկը կանգնեց կողքին։ Դուք երբեք ծովում չեք եղել։ Ոչ, ինչպես թե։ Աննան ուսերը թոթվեց։ Ժամանակ չկար, փող չկար, միշտ ավելի կարևոր բաներ կային։ Իսկ հիմա ես այստեղ եմ։ Նրանք կանգնած էին կողք կողքի ու լռում էին, հետևելով, թե ինչպես է արևը դանդաղ սուզվում հորիզոնից այն կողմ։ Այդ շաբաթը դարձավ Աննայի կյանքի լավագույն շաբաթներից մեկը։ Նրանք զբոսնում էին լողափով, լողում էին ծովում, միասին ընթրիք էին պատրաստում, սեղանի խաղեր խաղում։ Աննան երկար ժամանակ անց առաջին անգամ իրեն զգում էր ոչ թե մայր, ոչ թե օգնական, այլ պարզապես մարդ, ով հանգիստի, ուրախության, պարզ մարդկային երջանկության իրավունք ունի։ Արտյոմը նրան շախմատ խաղալ սովորեցրեց։ Կարինենը ցույց էր տալիս ինչպես հեռախոսով լուսանկարել։ Սերգեյը պատմություններ էր պատմում իր երիտասարդությունից։ Նազիկը պարզապես կողքին էր, սատարում էր, զրուցում։ Արձակուրդի վերջին երեկոյան նրանք բոլորով նստած էին պատշգամբում։ Երեխաներն արդեն քնած էին, իսկ մեծերը գինի էին խմում ու նայում աստղերին։ Աննա, ասաց Նազիկը, ես ուզում եմ, որ դուք իմանաք, մեզ համար դուք պարզապես օգնական չեք, դուք դարձել եք ընտանիքի մի մասնիկը, եւ ինչ որոշում էլ որ կայացնեք, մենք այն կհարգենք։ Սերգեյը գլխով արեց. Նազիկը ճիշտ է, մենք կկարոտենք, եթե գնաք, բայց հասկանում ենք, որ դուք ձեր կյանքն ունեք։ Աննան զգում էր, թե ինչպես է ներսում ամեն ինչ տակնու վրա լինում։ Այս մարդիկ իրեն տվեցին այն, ինչից ինքը զրկված էր այսքան տարի։ Հարգանք, ճանաչում, տեղ ընտանիքում ոչ թե այն պատճառով, որ նա մայր է, այլ որովհետև նա մարդ է, արժանի սիրո ու ուշադրության։ Շնորհակալություն, միայն սա կարողացավ արտաբերել նա։ Երբ նրանք տուն վերադարձան, Աննան զանգեց որդիներին, պատմեց ծովի, արձակուրդի, մայրամուտի գեղեցկության մասին։ Արմենն ու Կարենը լսում էին ու ուրախանում նրա համար։ Մամ, ձայնդ այնպիսի երջանիկ է հնչում, ասաց Կարենը։ Ես իսկապես երջանիկ եմ։ Այդ դեպքում գուցե քեզ արժե մնալ այնտեղ։ Աննան քարացավ։ Ինչ? Դե եթե քեզ այնտեղ լավ է, ինչու վերադառնալ։ Մենք գլուխանում ենք, աշխատանք ունենք, սովորել ենք ինքնուրույն լինել։ Պետք չէ վերադառնալ հանուն մեզ։ Կարեն, դուք իմ երեխաներն եք, ես չեմ կարող ուղղակի մոռանալ ձեր մասին։ Մենք չենք խնդրում մոռանալ, մենք խնդրում ենք մտածել քո մասին։ Դու ողջ կյանքդ մտածել ես մեր մասին։ Գուցե ժամանակն է մտածել քո մասին։ Արմենը հաստատեց եղբոր բառերը։ Նա ճիշտ է, մամ, մենք կկարոտենք, բայց մենք ուզում ենք, որ դու երջանիկ լինես, իսկ այնտեղ դու երջանիկ ես, մենք դա լսում ենք։ Խոսակցությունից հետո Աննան երկար նստեց իր սենյակում, մտորելով լսածի շուրջ։ Որդիները նրան թույլտվություն էին տալիս մնալու, չէին պահանջում, չէին մեղադրում, չէին մանիպուլյացնում, պարզապես ուզում էին նրա երջանկությունը։ Երբ հասցրին նրանք այդքան մեծանալ։ Պայմանագրի վերջին շաբաթները թռան աննկատ։ Աննան դեռ վերջնական որոշում չէր կայացրել։ Նա տատանվում էր վերադառնալու եւ մնալու ցանկության միջև, չկարողանալով ընտրություն կատարել։ Սվետլանան խորհուրդ էր տալիս մնալ։ Այստեղ դու ապագա ունես, Աննա։ Լավ աշխատանք,
մարդիկ, ովքեր քեզ գնահատում են։ Ինչ կկորցնես, եթե վերադառնաս։ Իմ երեխաներին։ Դու նրանց չես կորցնի։ Նրանք մեծ են, նրանք կհասկանան։ Բայց Աննան վստահ չէր։ Այո, որդիներն ասում էին, որ ուրախ կլինեն նրա երջանկության համար, բայց իսկ եթե դրանք պարզապես բառեր են, իսկ եթե իրականում նրանք նեղանան, երես թեքեն, դադարեն շփվել, Նազիկը խորհուրդ էր տալիս լսել սեփական անձին։ Ինչ է ասում ձեր սիրտը։ Իմ սիրտը կտոր է լինում։ Այդ դեպքում գուցե արժե փոխզիջման գնալ։ Մնացեք եւս մի քանի ամիս, ոչ ընդմիշտ, պարզապես եւս մի փոքր ժամանակ։ Ձեզ ժամանակ տվեք հասկանալու ինչ եք դուք իսկապես ուզում։ Փոխզիջման գաղափարը Աննային դուր եկավ։ Պետք չէ վերջնական ընտրություն կատարել հենց հիմա։ Կարելի է երկարաձգել պայմանագիրը, տեսնել ինչ կլինի եւ հետո որոշել։ Նա զանգեց որդիներին ու պատմեց այդ պլանի մասին։ Ինձ առաջարկել են երկարաձգել պայմանագիրը եւս կես տարով։ Մտածում եմ համաձայնվել, բայց ուզում եմ ձեր կարծիքն իմանալ։ Արմենն ու Կարենը տեսազանգի էկրանից նայեցին իրար։ Եթե դու ես ուզում, մամ, համաձայնվիր, ասաց Արմենը։ Մենք գլուխ կհանենք, ավելացրեց Կարենը։ Իսկապես, չեք նեղանա։ Չէ, մենք արդեն մեծացել ենք։ Մամ, ժամանակն է, որ դու դա նկատես։ Աննան ծիծաղեց արցունքների միջից։ Նկատում եմ, եւ ես շատ հպարտ եմ ձեզանով։ Նրանք մի քիչ էլ խոսեցին, հետո հրաժեշտ տվեցին։ Աննան փակեց նոթբուքն ու նայեց պատուհանից։ Այնտեղ օտար քաղաք էր, օտար երկիր, բայց ինչ-որ պատճառով նա իրեն այստեղ օտար չէր զգում։ Հաջորդ օրը նա ասաց Նազիկին իր որոշման մասին։ Ես կցանկանայի երկարաձգել պայմանագիրը, եթե առաջարկը դեռ ուժի մեջ է։ Նազիկը գրկեց նրան։ Իհարկե ուժի մեջ է, մենք այնքան ուրախ ենք։ Կարինեն ու Արտյոմը, իմանալով լուրը, սկսեցին ցատկոտել ուրախությունից։ Դուք մնում եք։ Աննան նայում էր նրանց ու զգում, թե ինչպես է տաք մի բան հորտում ներսում։ Նրան գնահատում էին, նրան սիրում էին ոչ թե նրա համար, թե ինչ էր անում, այլ թե ով էր ինքը։ Երեկոյան նա նստած էր իր սենյակում ու նամակ էր գրում որդիներին։ Ոչ թե հաղորդագրություն, այլ իսկական նամակ, թղթի վրա։ Նա գրում էր իր զգացմունքների, իր վախերի, նրանց հանդեպ իր սիրո մասին։ Գրում էր, որ հպարտանում է նրանցով, որ հավատում է նրանց, որ միշտ կլինի նրանց մայրը, որտեղ էլ որ լինի։ Գրում էր, որ ներել է նրանց բոլոր նեղվածությունները եւ հուսով է նրանք էլ են ներել իրեն։ Գրում էր, որ սովորել է ապրել իր համար եւ որ դա չի նշանակում, թե նա դադարել է ապրել նրանց համար։ Պարզապես հիմա իր կյանքում տեղ կա նաեւ հենց իր համար։ Նա նամակը դրեց ծրարի մեջ ու հաջորդ օրն ուղարկեց։ Չգիտեր, երբ այնտեղ կհասնի, ինչ կպատասխանեն որդիները, բայց նրա համար կարևոր էր գրելը։ Կարևոր էր արտահայտել այն ամենը, ինչ կուտակվել էր ներսում այս 3 ամիսների ընթացքում։ Օրերն անցնում էին, կյանքը մտնում էր նոր ռիթմի մեջ։ Աննան աշխատում էր, հանգստանում, զրուցում Սվետլանայի հետ, օգնում երեխաներին դասերի հարցում։ Երբեմն նա կարոտում էր տունը, բայց այդ կարոտը լուսավոր էր, չճնշող։ Արմենն ու Կարենը կանոնավոր զանգում էին, պատմում իրենց կյանքի մասին։ Արմենը ընկերուհի էր գտել, Կարենը պաշտոնի բարձրացում էր ստացել աշխատանքում։ Նրանք կիսվում էին մոր հետ իրենց հաղթանակներով ու խնդիրներով, խորհուրդ էին հարցնում, շնորհակալություն հայտնում աջակցության համար։ Աննան լսում էր նրանց ու հասկանում, որ հեռավորությունը չբաժանեց իրենց։ Ընդհակառակը, այն օգնեց նրանց ավելի մոտենալ, որովհետև հիմա նրանք շփվում էին ոչ թե անհրաժեշտությունից դրդված, այլ սեփական ցանկությամբ։ Ոչ թե այն պատճառով, որ ապրում էին նույն հարկի տակ, այլ որովհետև ուզում էին լսել միմյանց։ Անցավ կես տարի, ձմեռը փոխարինվեց գարնանով, գարունը ամռանով։ Աննան եւս մեկ անգամ երկարաձգեց պայմանագրերը։ Հիմա նա արդեն 1 տարի էր ապրում էր արտերկրում, եւ դա այլևս ժամանակավոր մի բան չէր թվում։ Դա դարձել էր նրա կյանքը։ Որդիներն ամռանը եկան նրան տեսակցության։ Արմենը բերել էր իր ընկերուհուն, բարի աչքերով մի հաճելի աղջկա։ Կարենը միայնակ էր եկել, բայց լի էր ապագայի պլաններով։ Նրանք միասին անցկացրեցին 2 շաբաթ։ Զբոսնում էին քաղաքով, ընթրում ռեստորաններում։ Աննան նրանց ցույց էր տալիս իր նոր կյանքը, ծանոթացնում Նազիկի ու նրա ընտանիքի հետ։ Արմենն ու Կարենը քաղաքավարի էին, շնորհակալ, անկեղծորեն ուրախ մորը համար։ Մամ, դու փոխվել ես, ասաց Արմենը մի երեկո։ Նրանք երեքով նստած էին պատշգամբում։ Ինչ իմաստով։ Դու ավելի երջանիկ ես դարձել, ավելի հանգիստ, ասես գտել ես այն, ինչ փնտրում էիր։ Աննան մտածեց. գուցե եւ իսկապես գտել եմ։ Գտել եմ ինձ։ Մենք մեղավոր ենք, որ դու քեզ կորցրել էիր առաջ, հարցրեց Կարենը։
Ոչ, ես ինքս եմ մեղավոր։ Ես լուծվել էի մայրության մեջ, մոռացել էի, որ ես նաև մարդ եմ, իմ կարիքներով, բայց դուք օգնեցիք ինձ դա հիշել, ձեր արձագանքով իմ մեկնելուն։ Ես հասկացա, որ ժամանակն է ինչ-որ բան փոխելու, որ եթե ես չփոխեմ իմ կյանքը, ոչ ոք այն իմ փոխարեն չի փոխի։ Արմենը մեկնեց ձեռքն ու բռնեց մոր ձեռքը։ Ներիր մեզ, մամ, ամեն ինչի համար։ Ես ձեզ վաղուց եմ ներել, դուք էլ ինձ ներեք։ Ներելու բան չկա, ասաց Կարենը, դու ճիշտ վարվեցիր։ Նրանք նստած էին երեքով, ձեռք ձեռքի տված, եւ Աննան զգում էր, որ շրջանը փակվեց, որ այնինչ սկսվել էր որպես փախուստ, վերածվեց վերադարձի, ոչ թե նախկին կյանքին, այլ հենց իրեն։ Երբ որդիները մեկնեցին, Աննան դեռ երկար ժամանակ վերընթերցում էր նրանց հաղորդագրությունները։ Նրանք գրում էին, թե որքան լավ էր իրենց համար, որքան են հպարտանում նրանով, որքան են սիրում նրան, եւ նա գիտեր, որ դա ճշմարտություն է։ Նազիկը մի անգամ հարցրեց, թե արդյոք Աննան չի մտածում տուն ընդմիշտ վերադառնալու մասին։ Երբեմն մտածում եմ, բայց ամեն անգամ հասկանում եմ, որ դեռ պատրաստ չեմ։ Ինձ այստեղ լավ է։ Ես պետքական եմ այստեղ։ Ես ինձ պետք եմ այստեղ։ Իսկ որդիներս, նրանք գլուխ են հանում, նրանք ապրում են իրենց կյանքով, եւ դա ճիշտ է։ Բայց դուք չէ որ կարոտում եք։ Իհարկե, բայց հեռավորությունը մեզ օտար չի դարձնում։ Այն մեր միասին անցկացրած ժամանակն ավելի թանկարժեք է դարձնում։ Աշնանը Աննան թռավ տուն 2 շաբաթով։ Արմենը նրան դիմավորեց օդանավակայանում մի փունջ ծաղիկով։ Կարենը սպասում էր տանը, պատրաստված ընթրիքով։ Բնակարանը մաքուր էր, հարմարավետ, ամենևին նման չէր այն քաոսին, որը նա թողել էր 1 տարի առաջ։ «Ապրեք դուք», ասաց Աննան, շուրջ բոլորը նայելով։ «Մենք փորձում էինք», ժպտաց Արմենը, «ուզում էինք, որ դու հպարտանաս մեզնով»։ Եվ նա հպարտանում էր։ Հպարտանում էր նրանով, թե ինչպիսին էին նրանք դարձել, ինքնուրույն, պատասխանատու, հոգատար։ Այդ 2 շաբաթը տանը լի էր զրույցներով, ծիծաղով, հիշողություններով։ Նրանք գնացին այն այգին, որտեղ խաղում էին, երբ տղաները փոքր էին։ Նայեցին հին լուսանկարները, միասին պատրաստեցին սիրելի ուտեստները։ Արմենը պատմեց, որ պատրաստվում է ամուսնանալ։ Կարենը խոստովանեց, որ հանդիպում է իրենց գրասենյակի աղջիկներից մեկի հետ։ Նրանք պլաններ էին կազմում, երազում էին, եւ Աննան լսում էր նրանց շփիտով։ Երբ եկավ հետ թռչելու ժամանակը, նա չզգաց բաժանման ծանրությունը։ Զգում էր երախտագիտություն այդ 2 շաբաթների համար, որդիների հետ լինելու հնարավորության համար, բայց նաև զգում էր պատրաստակամություն վերադառնալու իր կյանքին։ «Դուք կվերադառնաս?» հարցրեց Կարենը օդանավակայանում։ «Երբևէ, բայց ոչ հիմա։ Մենք հասկացանք, եւ մենք երջանիկ ենք քեզ համար, մամ»։ Նրանք գրկախառնվեցին, հրաժեշտ տվեցին, եւ Աննան անցավ դեպի նստեցում։ Նստեց ինքնաթիռ, պատուհանից նայեց քաղաքին, որը թողնում էր հետևում։ Քաղաքը, որտեղ անցել էր իր ողջ կյանքը, որտեղ ծնգել ու մեծացել էին իր երեխաները, որտեղ ինքը եղել էր մայր, աշխատող, բայց համարյա երբեք չէր եղել ինքը։ Ինքնաթիռը թռավ եւ Աննան հենվեց նստատեղի թիկնակին։ Առջևում սպասում էր մեկ ուրիշ տուն, մեկ ուրիշ ընտանիք, մեկ ուրիշ կյանք։ Կյանքը, որը նա ընտրել էր իր համար։ Եվ դա ամենակարևոր ընտրությունն էր, որ նա երբևէ կատարել էր։ Նա հանեց հեռախոսն ու գրեց որդիներին. «Շնորհակալություն այս 2 շաբաթների համար։ Սիրում եմ ձեզ, ձեր մայրիկ»։ Պատասխանները եկան գրեթե անմիջապես։ Արմենից. «Մենք էլ ենք քեզ սիրում։ Վերադարձիր մեզ մոտ երջանիկ»։ Կարենից. «Դու աշխարհի լավագույն մայրիկն ես»։ Աննան ժպտաց ու նայեց պատուհանից։ Ներքևում լողում էին ամպերը, իսկ ինչ որտեղ առջևում սպասում էր նրան նոր կյանքը։ Կյանքը, որտեղ նա ոչ միայն մայր էր, այլև մարդ, որտեղ նրա աշխատանքը գնահատում էին, նրա ներկայությունը նկատում, նրա երջանկությունը կարևոր էր։ Նա փակեց աչքերն ու մտածեց այն մասին, թե որքան բան փոխվեց այս 1 տարվա ընթացքում։ Փոխվեց ինքը, փոխվեցին որդիները, փոխվեցին նրանց հարաբերությունները։ Եվ այդ բոլոր փոփոխությունները դեպի լավն էին, որովհետև երբեմն պետք է հեռանալ ինքդ քեզ գտնելու համար։ Երբեմն պետք է բաց թողնել, ուրիշներին մեծանալու հնարավորություն տալու համար։ Երբեմն սերը դրսևորվում է ոչ թե միշտ կողքին լինելով, այլ միմյանց ազատություն տալով։ Աննան բացեց աչքերն ու ժպտաց։ Առջևում կյանքն էր, իր կյանքը, եւ նա պատրաստ էր ապրել այն լիարժեք։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։
Գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք ինձ դիտում։ Մինչ նոր հանդիպում։ Ձեր Էմմա։